Բարի լույս և բարի օր ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Նստել եմ մեր այգում, ծառի տակ, հարգելիներ, ինձ լավ ահով, մաքուրոտ։ Ամել այսօր մեր ջրի օրն է, ջուր եմ անում, մի երկու հատ նոր ծառ ենք տնկել, երկու հատ ծառ կար չորացել էր, տեղը նոր ծառեր ենք տնկել, թութ ենք տնկել, համ ջրում եմ, ամել նստել եմ այստեղ հարգելիներս ու պետքա կանաչիների մեջի խոտը մաքրեմ, ջրեմ, լավ, որ ավելի հեշտ լինի առանձնացնեմ խոտը կանաչիից ու հետաքրքիրը գիտեք որն է, որ մի մարգի մեջ 3 տեսակի կանաչի կա, համեմ, սող և սամիտ ու խոտը հիմնական համեմի մեջ է։ Ուզում եմ դա էլ մաքրեմ հարգելիներս և մեկ էլ ուզում եմ այսօր պատրաստեմ տոլմա։ Ճիշտ է, ես իմ հոլովակներում շատ ունեմ պատրաստած տոլմա, հիմա կասեք շուշուտ եք պատրաստում, բայց հարգելիներս ուզում եմ այսօր պատրաստեմ խաղողի տերևով, թարմ խաղողի տերևով, մեր այգում կա, հեսա սուրճս խմեմ, վերջացնեմ, գնամ քաղեմ, ճիշտ է ինքը շատ մեծ չի տերևը, բայց նորմալ է փաթաթելու համար տոլմա և ուզում եմ այսօր խաղողի տերևով, թարմ տերևով, նուբարա էլի, անեմ, երեխաներս ուտեն։ Հիմա գնամ սուրճս էլ պատրաստեմ, այստեղ նստեմ սիրուն, սուրճս խմեմ, հետո տենամ ինչ եմ անում։ Սուրճս վերցնեմ, գնամ դուրս, դրսում խմեմ, գամ խոհանոցս մաքրեմ, այ կոֆես թափեցի։ Ասում եմ, չէ հարգելիներս, չեմ կարա, որ չթափեմ, ճիշտ է ընկա զրույցով, ձեզ հետ, բայց սուրճս թափեցի, եթե սուրճի կողմն էլ լինեի, անպայման պիտի թափեի, դե ասում են սուրճը որ թափվում է, շատ համեղ է լինում, ես էլ թափում եմ։ Մեծ չի, մի քիչ մանր է, բայց կփորձենք փաթաթենք։ Խաղողեր կա վրեն, հա, սիշ լավ խաղողներ կա վրեն։ Տապետուկ է երևի, թոմն, Իս լավն է, ասաս տարի էլ է խաղող տվել, չէ ոնց որ իս տարի է։ Չենք էլ էտ է թոյց։ Չենք էլ էտ է։ Տերև կա մեծ է, տերև կա մանր է։ Գնանք ունի մարգից է խաղում, ընդեղ ենք թերն էլ է կարմրում, հենց նայք,
Ժողովուրդ ջան, նայեք, մի քանի օրից արդեն մեր թթի սեզոնը բացված է։ Մեր գյուղի իհարկե։ Ջարդեց կոլ։ Մանուշակներս, հələ տեսեք ժողովուրդ ջան, ինչքան փոքրիկ կոկոմներ ա տվել, ճուտիկներ ա տվել կողքերը։ Գեղեցկությունն ա, գեղեցկություն։ Այս մեկն էլ դեռ հələ այս մի ծաղիկն ա, սա կարելի ա արդեն սենց պոկած գլխիկից, չթողենք, որ ինքը շատ չորանա, սա էլ ա ուզում բացվի։ Սիրուններս են։ Այսքան թուփ քաղեցի, ճիշտ է, շատ չի, բայց ոչինչ։ Այստեղ էլ նայեք ժողովուրդ ջան, ուրեմն փոքր դդմիկ ա, մեծ դդում ա, խառը, այդպիսի կտերեմ։ Երկու օր ա, այսօր երկրորդ օրն ա, ջրի մեջ ա, պիտի կես օրից հետո նոր ցանեմ։ Դե հողը չոր ա, չոր վիճակում, այս թացկուտը պետք ա գցեմ։ Մի առու, տենանք ինչ կլինի, ինչ ա մեջը։ Խառն ա, որ անկեղծ ասեմ, վարունգի սերմեր էլ կա մեջը։ Տենանք էլի գցենք, հետո պարզ կլինի, ինչ ա մեջը։ Դե սա կես օրից հետո արդեն կցանեմ։ Արխիդեան ա, ժողովուրդ ջան, նայեք, նոր կոկոմ ա տվել, փոքրիկ կոկոմ ա տվել, իր ժամանակն ա ծաղկելու, միշտ մայիս ամսին շատ գեղեցիկ ծաղկում ա։ Շատ խիտ ա տերևները, լրիվ թարմ տերևները նոր ա դուրս եկե հողից, ամեն տարի գարուն ինքը թարմ տերևներ ա դուրս գալու, նայեք, մանուշակի նման ա ինքը, մանուշակի ձևն ունի, էլի ասենք, ծաղկելու տիպը, տերևները ինքը մանուշակի նման ա, բայց ծաղիկները տարբերվում ա մանուշակից, դե արխիդեայի ծաղիկները շատ մեծ ա, զանգակի նման ա, բայց տերևներով ինքը մանուշակին ա նման։
Ժողովուրդ ջան, Էլենս եկավ հասավ։ Չի լինում, առանց Էլեն չեմ կարողանում նկարեմ, ոնց փորձում եմ, որ գեղեցիկ նկարեմ, գեղեցիկ կադրը ստացվի, չի լինում, ստիպված եմ նկարում, իմ աղջիկս եկավ հասավ, չէ Էլեն ջան։ Ժողովուրդ ջան, հələ նայեք, ուզում եմ փորձեմ թթի տերևով էլ փաթաթեմ, խաղողի տերևի հետ միասին, առաջին անգամ եմ փորձում, տեսնենք ոնց կստացվի, իմ հորաքույրը պատրաստել է, ես հիշում եմ, դեռ փոքր էի, հորաքույրս խաղողի թթի տերևով տոլմա էր փաթաթում, բայց չեմ կարողանում հիշեմ համը ոնց այլ է թթի տերևով, ցանկություն առաջացավ, հենց նոր այգուց ընդամենը մի քանի հատ թթի տերև եմ բերել, ուզում եմ սա էլ փորձենք։ Տեսնենք ինչ համ կունենա։ Հիմա սա էլ մի հատ լվանամ սառը ջրով եւ նորից մի հատ տաք ջրի մեջ կանցկացնեմ ու կփաթաթեմ։ Հիմա սոխարասնել տոմատի հետ պատրաստեցի, լցրեցի, հիմա սա ամբողջովին մի հատ լավ խառնեմ, հարգելիներս, նոր փաթաթեմ։ Դե արդեն տոլմայի միջուկը պատրաստ է, հիմա ուզում եմ փաթաթեմ։ Սկզբից կաղամբը փաթաթեմ, հետո անցնեմ թփին։ Ժողովուրդ ջան, կաղամբս շատ չէ լավ, հենց այսքան է լավ, մի 3 շարք, այս անգամ առանձին եմ եփում, իսկ թութն ու թփով տոլմեն արդեն մի ուրիշ կաթսայի մեջ կեփեմ առանձին։ Փորձենք տեսնենք համը ոնց կլինի, ժողովուրդ ջան, չգիտեմ, ճիշտ է, ես իրան տաք ջրով անցկացրել եմ, բայց էլի ինքը կոպիտ է տերևը, փորձում եմ հենց փաթաթեմ, որ կողքերից դուրս չգա։ Փաթաթեցի երկուսն էլ, դեռ թուփել ունեմ փաթաթելու, նայեք ինչով է տարբերվում հարգելիներս, տերևի գույներով, երկուսն էլ դե տաք ջրի մեջ անցկացրած է, բայց նայեք, կոպտությունը երևում է հենց թթի տերևը, իսկ խաղողի տերևը շատ նուրբ է։ Հիմա բոլորը կհավաքեմ այս ափսեի մեջ, հետո նոր կտեղափոխեմ փոքրիկ թավայի մեջ։ Թուփն էլ արդեն դրեցի գազօջախին, հիմա սպասենք երկուսն էլ եփի։ Դա արդեն
աղամբով էի կումա, հոտն էլ շատ անուշ բուրումա, ժողովուրդ ջան, մեծ անուշ հոտա գալի, կանանչին շատ, այսօր շատ կտրատեցի, խարը կանանչի կտրատեցի մեջը։ Տեսեք, տոլմեն արդեն էփել եմ, վերջացրել եմ, ինչ ախորժելի տեսք ունի, նայեք, սա խաղողի թուփն է, սա էլ թթի թուփն է, հիմա ուզում եմ փորձեմ թթի թուփը, մի քիչ կոպիտ է, ճիշտն ասած, բայց չէ, լավն է, վատը չի։ Սա էլ խաղողին է, դե բնականաբար խաղողի տերևը մատղաշ էր։ Երկուսն էլ լավն է։ Դեռ համը չեմ փորձել, հարգելիներս, բայց կարծում եմ, որ լավ կլինի։ Դե այսքանով էլ ավարտեմ իմ այսօրվա տեսահոլովակը և ձեզ բոլորիդ ասեմ, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։